Ամերիկայի փոխնախագահ Վենսը Հայաստան գալու է, հասարակական, քաղաքական գուշակություններին Թրամփի գրառումը վերջ դրեց, տեղակալին Կովկաս, այո, գործուղելու է և Հայաստան, և Ադրբեջան, ճիշտ այս հերթականությամբ, Վենսը նախ Երևան կգա, ապա դեպի Բաքու ուղղություն կվերցնի։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան, մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախագիծը առաջ մղելու համար։ Կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ։ Մենք Հայաստանի հետ համաձայնագիր կստորագրենք միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Ըստ էության Վենսը տարածաշրջան է գալիս Սյունիքի ամերիկյան ճանապարհի հարցերով։ Նկատենք նաև Թրամփի ձևակերպումները, ամրապնդելու են ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, շեշտում է, իսկ Հայաստանի հետ կապված միայն նշում, թե համաձայնագիր են ստորագրելու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ։ Չնայած այս հանգամանքին, փորձագիտական համայնքում այնուամենայնիվ միանշանակ է, Ամերիկայի փոխնախագահի այցն այդ թվում մեր երկիր կարևոր նշանակություն ունի, թեպետև Թրամփն իր գրառման մեջ չի նշել, բայց նաև հայ-ամերիկյան գործակցությունն է քայլ առաջ գնում դեպի ռազմավարական մակարդակ։ Միայն մասնագետների պատճառահետևանքային վերլուծություններն են կիսվում ու տարբերվում իրարից, ինչ կտա կամ ինչ կպահանջի մեզնից Թրամփի ներկայացուցչի գալուստը։ Շատ կարևոր այց է սա մեզ համար, որովհետև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի այս անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստան շատ քիչ են այցելել եւ փորձ ցույց է տալիս նրանք էլ ովքեր որ այցելում են, դրանք այդ այցը շատ մեծ նշանակություն է ունենում։ Այնպես չի որ այցելում են այցելելու համար կամ ընդհանրապես գալշկայի համար։ Իհարկե դա խոսում է ռազմավարական փոփոխությունների մասին տարածաշրջանում, այսինքն ԱՄՆ-ն քայլ առ քայլ վերցնում է տարածաշրջանը իր վերահսկողության տակ եւ հիմնական եւ կարեւոր ԱՄՆ-ի համար փուլը նա է, որ բոլոր տարածաշրջանային process-ներից ԱՄՆ-ն փորձում է դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին եւ նաեւ այս այցը այդ շրջանակներում է կատարվում։ Փորձագիտական համայնքում նաև տեսակետներ են շրջանառվում, թե Վենսի այցով հայկական դիվանագիտությունը մեկընդմիշտ կարող է լուծել Բաքվում ապօրինաբար պահվող արդեն 19 գերիների այն նույն խնդիրը, որ հայ-ադրբեջանական Ամերիկայի նախախաղաղության գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի վարչապետի հետ զրույցում Միացյալ Նահանգների առաջնորդն ասել էր, թե կլուծի խնդրելով Ալիևին։ Այն ժամանակ Բաքվի բանտերում հալածվող հայերը ըստ էության հաստատված գերիները 23-ն էին։ Կարծում եմ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, երբ գրեթե կես տարի անց այդպես էլ պարզ չէ, խնդրեց Թրամփն Ալիևին թե ոչ, մասնագետների կարծիքները դարձյալ էականորեն իրարից տարբերվում են։ Փորձագետների մի խմբում համոզված են, որ փոխնախագահը կկարողանա Երևանից Բաքու հասցնել սահմանած խնդիր, որ հայ գերիներին ազատ արձակեն։ Մյուս խմբում էլ վստահ են, այո, այդպես հնարավոր է, բայց միևնույն է, Ալիևը բոլորին եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը առայժմ բաց չի թողնելու։ Ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում այս հարցում որոշակի առաջընթաց ունենալ, հաջողություն ունենալ։ Կարծում եմ այդքան կողմը կփորձի օգտվել այս առիթից եւ մյուս գերիների հարցներ բարձրացնի։ Դա համապատասխանում է 3 իշխանությունների շահերին՝ Ադրբեջանի, որովհետեւ նա փոխարեն շատ բան է ստանում, Հայաստանի գործող իշխանությանը, որովհետև այդ խաղաղության, նոր խաղաղության դարաշրջանի PR-ի համար դա իրենց պետք է, եւ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությանը, որը ցույց կտա, որ հասել է իր նպատակներին։ Մասնագետների խոսքով մինչև ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները մի բան ակնհայտ է։ Հարավային Կովկասը կրկին մեծ քաղաքականության խաչմերուկում է, իսկ Հայաստանի համար առաջիկա ժամանակները կարող են լինել թե հնարավորությունների, թե պատասխանատվության լուրջ փորձաքար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։